Thanks for joining us. ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ երկրի տնտեսական հարցերով փոխնախարար Ջեյքոբ Հելբերգը փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Նրա ուղևորությունը երկու երկրներ կնպաստի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին եւ կխթանի Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար ծրագիրը, նշվել է գերատեսչության հայտարարության մեջ։ The Trump economic revolution and artificial intelligence slowly dismantling. Բնակավայրերի բնակիչներն են։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանի աշխատաշուկայի խնդիրներին, թույլ տված վրիպումներին եւ երկրի արտաքին քաղաքական մարտահրավերներին։ Մեր կարծիքով երկրի ակտիվ զարգանալու համար, որպեսզի սոցիալական ծախսերը երկիրը կարողանա լավ իրականացնի, մեր 800,000 աշխատող գրանցված քաղաքացիներին պետք է եւս 300,000 աճ գրանցենք մենք, նոր աշխատատեղեր ստեղծենք, դա պետք է լինի մեր երկրի առաջին նպատակը մոտակա 5 տարվա ընթացքում, որպեսզի 1.1 միլիոն մարդ աշխատելով կարողանա 500,000 մարդու թոշակ տա ու կարողանա նաև հարկային բեռը իր վրա վերցնելով ինչ-որ առումով ապահովի աշակերտների լավ ուսումը, ուսման ծախսերը կրթական ծախսեր։ Նարեկ Կարապետյանի խոսքով Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը հաջող է Թուրքիային։ Տարածաշրջանային բոլոր երկրների հետ մենք պետք է ունենանք բարեդրացիական հարաբերություններ, նշել է Կարապետյանը։ Պատասխանելով հարցին ինչպես է վերաբերվում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման կարգավորմանը եւ երկու երկրների հետ առևտուր իրականացնելուն, Նարեկ Կարապետյանը նշել է. Կարծում եմ, որ երկարաժամկետ Հայաստանի տնտեսության զարգացման համար Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևոր է։ Ադրբեջանի հետ մենք ունենք բաց հարցեր։ Մենք ունենք մեր հայրենակիցների տների տուն վերադարձի իրավունքի հարցը եւ ունենք մեր գերիների հարցը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այն օրը, երբ համերաշխության մրցանակ է ստանում մեր երկրի վարչապետը ու Ադրբեջանի նախագահը, նույն օրը 3 հայ բարձրաստիճան պաշտոնյա, ովքեր պայքարել են իրենց հայրենիքի անկախության համար, իրենց իրավունքների համար, ցմահ հաստատումն է ճանապարհը նաև մեր գերիներին վերադարձնելու։ Այո, բայց նույն օրը մենք պետք է չնայենք խոսքերին, այլ նայենք քայլերին։ Հենց իրենց հանդիպման նույն օրը 3 հայ բարձրաստիճան պաշտոնյա ցմահ ազատազրկման են դատապարտվում։ Անդրադառնալով Սարգիս Կարապետյանի վերջին հայտարարություններին, Նարեկ Կարապետյանը խոստովանել է, որ դա թեև վրիպում էր եւ կարող էր մեկնաբանվել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, սակայն այդ վրիպումները չեն ազդել մարդկանց կյանքի որակի վրա, չեն բերել մահեր, աղքատություն։ Ես կարծում եմ, որպես ոչ թե քաղաքական process-ներին մասնակից անձ, այլ որպես մեր հասարակության մասնակից, ես կարծում եմ, որ կոնտեքստից անգամ կտրված այդ արտահայտությունը մենք պետք է թույլ չտայինք լիներ, քանի որ դա կարող էր ինտերպրետացնել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ մի դեպքում, որպես հասարակական Հայաստանի հասարակական անձնավորություն, ոչ մի քաղաքական չեմ ուզում աստարտալ այս ամեն ինչին, այդ իսկ պատճառով մենք պետք է ուշադիր լինենք նաև այս ուղղությամբ եւ թույլ չտանք, որպեսզի անգամ մանիպուլյացիաներով հնարավոր լինի մեր խոսքից կտրել եւ ներկայացնել որպես վիրավորանք։ Դա շատ ցավալի բան էր, բայց կուզենայի ավելացնել, որ մեր վրիպումները չի ազդում մարդկանց կյանքի վրա։ Մեր վրիպումները չի բերել մահեր մարդկանց, մեր վրիպումները չի բերել աղքատություն մարդկանց, մեր քայլերը բերում է մարդկանց աշխատատեղեր, մեր քայլերը բերում է բարեկեցություն մեր հայրենիքին, իհարկե վրիպումներ կլինեն եւ սա քննություն է, թե մենք ինչպես կարձագանքենք եւ ինչ հետեւություններ կանենք։ Այս իշխանության տարբերությունը այն է, որ վրիպումներից հետո նրանք ավելի են խորացնում իրենց այդ ճանապարհը եւ դրանից մենք պետք է սովորենք եւ նույնը չանենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայաստան։ Նրան են ներկայացվել Հայաստան-Հնդկաստան արտադրության սպառազինության նմուշները։ Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննարկելու Իրանի հետ բանակցությունները։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ շուտով կրկին բանակցություններ են սպասվում։ خیلی روشن هست که مذاکره با دیکته کردن تفاوت داره.
Այս ամենի ֆոնին Թեհրանը պնդել է, որ ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ինչ պետք է ունենանք եւ ինչ չպետք է ունենանք, շեշտել է դիվանագետը։ وارد چنین مذاکراتی نمیشه. Ռուսաստանի անվտանգության դաշտային ծառայությունը հրապարակել է գեներալ լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևին կրակած մարդասպանի փախչելու տեսագրությունը։ Հանցագործին Դուբայում բերման են ենթարկել եւ տեղափոխել Ռուսաստան։ Սպա Ալեքսեևի նկատմամբ մահափորձ էր կազմակերպվել ուրբաթ օրը։ ԱՄՆ ֆինանսների նախարարը խիստ է քննադատել եվրոպական երկրների դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, մեղադրելով նրանց առևտրային շահերը Ուկրաինայի անվտանգությունից վեր դասելու համար։ Նրա խոսքով Եվրոպան շարունակում է անուղղակիորեն հարստացնել Ռուսաստանի ռազմական բյուջեն։ Ըստ նախարարի, եվրոպական պետությունները չնայած իրենց ռազմատենչ հռետորաբանությանը շրջանցիկ ճանապարհներով գնում են ռուսական էներգակիրներ։ Իրավիճակը հասել է պարադոքսալ մակարդակի։ Հնդկաստանը մեծ քանակությամբ ռուսական չվերամշակված նավթ է գնում, որը վերամշակելուց հետո վաճառում է եվրոպական շուկայում, նշել է նա։ Եվրոպացիներն իրենք են ֆինանսավորում իրենց դեմ մղվող պատերազմը։ Նման բան անգամ դիտավորյալ չես հորինի, սա խիստ հիասթափեցնող է, շեշտել է նախարարը։ Անդրադառնալով պատժամիջոցների քաղաքականությանը, Բեսենտը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները 25% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի համար ռուսական նավթի գնումների պատճառով, սակայն Եվրոպան հրաժարվել է միանալ այս նախաձեռնությանը։ Ամեն անգամ, երբ լսում եք, թե ինչպես են եվրոպական առաջնորդները խոսում ուկրաինացի ժողովրդի կարևորության մասին, հիշեք, նրանք առևտուրն ավելի բարձր են դասում, քան ուկրաինացիների շահերը։ Եվրոպական առևտուրը նրանց համար ավելի կարևոր է, քան Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, ասել է նա։ Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե Եվրոպան ունի էներգակիրների կարիք, Բեսենտը հակադարձել է, որ խնդիրը ոչ թե հասանելիության, այլ գնի մեջ է։ Եվրոպան ըստ նրա փորձում է խուսափել տնտեսական հավելյալ ծախսերից, շարունակելով էներգետիկ կախվածությունը Մոսկվայից, նույնիսկ միջնորդավորված սխեմաներով։ Իտալիայում օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո բողոքի ցույցերը չեն դադարում։ Միլանում ցուցարարները քարեր եւ ճայթուկներ են նետել ոստիկանության վրա, իսկ ուժայիններն արցունքաբեր գազ են բաց թողել եւ ջրցան մեքենաներով ցրել մասնակիցներին։ Հավաքվածները բողոքում են ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում արհեստական ձյան օգտագործման ծառահատումների եւ քաղաքում գնաճի համար։ Ալ-Նասրի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն հնարավոր է ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանա։ Պորտուգալացին վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը, պահանջելով փոփոխություններ։ Ռոնալդոյի համոզմամբ ակումբում ներդրումները քիչ են եւ դա արվել է Ալ-Նասրին չեմպիոնական մրցավազքից դուրս թողնելու եւ մրցակից Ալ-Հիլալի հաղթանակն ապահովելու նպատակով։ Ի նշան բողոքի Ռոնալդուն բաց է թողել Ալ-Նասրի վերջին երկու հանդիպումները։ Ըստ որոշ աղբյուրների ֆուտբոլիստը դեռևս մտադիր չէ վերադառնալ խաղադաշտ, քանի դեռ իր մտահոգություններին չեն արձագանքել։